երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների կեսը կաշառակ է, որ որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է աշխարհադատություն։ ԲԴԽ-ն միակ հայտարարություն չի ասում, չի անում, որ դա անդրադառնալու խոսունքներ է, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից մի հայտարարություն չի անում, ես ինչ եմ ասում։ Ես ինչ պետք է մտածեմ դատական համակարգից։ Մի հատ դատավոր չկրեց, որը որտե հայտարարություն ես։ Ասի լավ, ինչ ինչ։ Սա քաղաքական հայտարարություն չի, սա կոնկրետ մեղադրանք։ Ու ես պիտի վստահ եմ, որ ես պետք է այս դատարանում արդարադատություն կատարեմ, եւ նույն մարդը զուգահեռ ասում է, ինք պիտի նստի։ Հաջորդողն ասում է, դատավորն է, կեսը կաշառակ է։ Հիմա ես սա չեմ կարող չկապել այս պրոցեսի հետ, ոչ թե իմ նախաձեռնությունը։ Ես հետևանքները հետ եմ պատկանում։ Ես փորձում եմ այդ հետևանքները գնահատել, եւ սա իմ իրավունքն է։ Եվ ոչ մեկը չի կարող։ Անկոչան, այդ հայտարարությունները որևէ կերպ, չգիտեմ, հիմա որ ասեմ չեմ լսել եմ հայտարարությունը։ Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արտարադարություն իրականացման վրա որևէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Եթե պայմանականորեն լինի մեկ օր, որ ես կաշկանդվածություն ունենամ որևէ հայտարարության, ես ինքս կհայտարարեմ այդ մասին եւ ինքնաբացառք կտամ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս քրեական գործը իմ բարոյթում իմ աշխատասենյակում գտնվող մյուս քրեական գործերից տարբերվում է իր հերթական համարով։ Սակայն ունի որոշակի հանրային ընկերություն այս քրեական գործը։ Դա ամենևին իմ որոշումների վրա ազդեցություն չի կարող։ Դա չի վերաբերում այդ հայտարարությունը։ Որպես պրոֆեսիոնալ, որպես դատավոր, դատական համայնքի, այսպես ասենք, ներկայացուցիչ, դատավորների կեսը կաշառակ է։ Անհին։ Մայր, դա ոչ միայն իմ անմեղության կամ խավարկացի խախտում է։ Ձեր դատավորների ազնվության կամ խավարկացի խախտում է։ Այդպիսի ձեռի ենթադրում եմ չկա, բայց սա բարոյական է։ Լավ, մեկը չկա, որ պրոբլեմի հայտարարություն ունի։ Այսինքն ինչ է։ Մի պատահազը դերը չբացել մի բան չասես, որ դա ճիշտ չէ։ Դատավորը կամ այսինքն որ որևէ դատավոր պայմանականորեն ձեր ասացի նման չի արձագանքում կամ չի դատավորը իրավունք չունի, դատավորը ինչ անի։ Դատավորը ինչ ֆեյսբուքյան էջում կամ մամուլի ասում սրահների եւ արձագանքի։ Դատավորը պետք է նստվածություն դրսևորի ցանկացած նմանատիպ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։ Բայց սա ոնց ասում մեր վրա է։ Եթե չեմ սխալվում, իրավական գործընթացներ սկսելու ուղղված հաղորդումներ ներկայացվել է, չէ՞, հարուտը չի նախաձեռնել, դա այսինքն դիտարկվել է որպես քաղաքական, որպես քաղաքական։ Եթե ես օրինակ հիմա դատավորը քաղաքական հայտարարություն է, արդյոք իրավունք ունի այստեղ գործ ունենանք։ Մենք դեպք ունենք մարդ կալանքի տակ է, որտեղ դատավոր է իրավունք։ Ինչպես։ Երբ ու երեք կանոնավորել են դատավորի դիրավորելու համար։ Ինչ որ մի վճռից է, ինչ որ բան ասել, ով են քաղաքական Անկոչան, որը հիմա դատավորների կեսը կաշառակ է, դա ես չեմ ասում։ Ինձ հասկանալ որը անձնավորված հայտարարություն ամենայնպես ես չեմ լսել, որ անձնավորված հիմա ընդհանրական հայտարարությունը քաղաքական գործընթացների լույսի ներքո դա Անկոչան անկեղծել է ասել։ Ես դատավոր եմ, շատ բան կարող է ինձ դուր գալ կամ չգալ, բայց ես կաշկանդվածություն ունեմ շատ հարցերի վերաբերյալ անգամ կարծիք արտահայտել։ Կարծում եմ այսքանով կաշկանդվածությունը որ կաշկանդվածություն իմ պաշտոնն է ունես։ Եվ դա որևէ կերպ պետք է իմ գործողության վրա չանդրադառնա։ Լսեցի սառնասրտորեն անց առաջ ես իմ արտադրություն եմ ստեղծում։ Իմ վերաբերյալ դիտել որ առաջ այդ SMS-ով եք բանով բարկում, հիմա հրավարկային խոսում են, ասում սենց դիա։ Ես ինչ ասել եմ, սա դիա։ Անկոչան, ինձ ոչ SMS են բարկում, ինչը հրավարկային խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք չէ։ Լսել եմ, ձեր ասածը ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես դեր ասածը լսել, բայց ինչ կապ ունի։ Դու որևէ անգամ, ասեմ ինչ
ինձ ասում է դու պիտի նստես։ Հետո ասում է դատավորները ով սենց անում վետի չգիտեմ ինչ եվա սա վերաբերում ինձ և ձեզ, ձեր անունը չի կրում, բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական ուրիշ կամ, ստեղ են կապել։ Տեսեք, պետք է ընկարել, թե ոչ։ Դատավարական հստակ ընթացական կա, ճիշտ է, այս քրեական գործը մենք ստացել ենք չլավ ենք դատարանից, բայց երբևիցե այս քրեական գործով իրականացվել է նախաքննություն, արդ իրականացնող քննիչ է կամ քննչական խմբի ղեկավարը, քննչական խումբը գործը, համոզվածություն են ունեցել, որ անձի դատապարտումը մեծապես հավանական է, կազմել է մեղադրական եզրակացություն, այդ մեղադրական եզրակացությունը, տեսեք, օրենսդրական ձևակերպում մեծապես հավանականություն։ Հակառակ դեպքում դատարանը կամ դատախազը ունենա նոտարի ֆունկցիա, այսինքն ինչ բերեի մենք պետք է հաստատենք։ Մեղադրական եզրակացության գործուղարկվել է հսկող դատախազին, հսկող դատախազն է մեծապես հավանականությունը հաստատված համարելով ուղարկել է դատարան, քրեադատավարական գործընթացն է ներկայացնում։ Դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգով քննարկի եւ եթե դատարան ներկայացվել են եւ վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ, բավարար ապացույցներ, այդ ապացույցների հիման վրա նախագահ դատավորը պետք է ունենա ներքին համոզվածություն։ Այստեղ շատ կարևոր ձեր ուշադրությունը հրավիրում, որ նախագահ դատավոր, առհասարակ դատավորը չի կարող ուղղակի համոզվածություն ունենալ, որ այս կամ այն անձը ենթադրաբար կատարել է այս կամ այն հանցագործությունը։ Պետք է իր համոզվածությունը ներքին համոզմունքը բխի և ձևավորվի գործով դատարան ներկայացված ապացույցների հիման վրա։ Այսինքն ոչ իրավաբանները, ոչ, չգիտեմ, անգամ իրավաբան, բայց օրինակ ձեր պաշտպանը, դատախազը, Վարուկ Յակնաստուքինը, իրենք մեծապես հավանականություն են գնահատում։ Այսինքն պարոն Ապելյանը ասում է, որ ոչ թե մեծապես հավանական է, իմ պաշտպանյանը անում է։ Հանրային մեղադրողը ասում է, որ մենք գտնում ենք, որ մեծապես հավանականությունը բարձր է, որ մեղադրյալները կդատապարտվեն։ Դրա վերջնական որոշում կայացնողը դատավորն է։ Եվ որոշում կայացնում է գործով ձեռք բերված դատարան ներկայացված թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ, բավարար ապացույցների հիման վրա, եթե վերջնարդյունքում այդ եզրահանգումը։ Մենք այս պահին ընդհանրապես քննարկում ենք քրեական հետապնդումը դատարեցնելու հարցը։ Ձեր պաշտպանը միջնորդություն ներկայացրեց 12-րդ հոդվածի առաջին 15-րդ կետով անձնագրության հիմքով դատարեցնել։ Հիմա որոշակի հարցեր են դուք առաջ քաշում։ Եվ ասում եք, որ հասկացել եմ, բայց նայեք, դատավորը հարցեր չի տա։ Հիմա եթե ես հարցեր տամ, չէ՞, օրինակ ասեմ, այ պարոն Քոչարյան, ինչի այդ հրամանը արձակեցիք։ Մի քանի օգու աշխատանքից օրինակ պայմանական ազատեք այդ հարցը կարգավորվեք, դա ըստեյության հարցակնությանը վերածվեք։ Հասկացա, ես իմ բանը ինչի մեջ է իմ ողջ։ Դուք կարդում եք մեղադրական եզրակացություն։ Ես ակնհայտ ցույց եմ տալիս, որ այդ մեղադրական եզրակացության մեջ արգելյուն սխալը իրականությանը չի համապատասխանում։ Սահմանադրությանը հակասող ձևակերպումները։ Ակնհայտ արգելյուն, այնտեղ որ գրած է ռոդուսի եւ այլ կյանքը։ Դուք ընդունեիք, դուք չէիք ուղղակի կասեիք տարեք նրան։ Շոկի բերեց։ Այս արգելյուն իրականության չհամապատասխանող բանը փոխ չի կարող։ Չեն կարող ուրեմն պիտի կարճ չի կայացնես։ Դու դա չեք կարող։ Հիմա իմ ասածը սա է, դուք այդ հարցերի վերաբերյալ որևէ հարց չեք տվել, որտեղ դուք չեք իմացել ինչ անել պատասխանների։ Հիմա իմ ասածս հետևյալն է, ինձ որ կոնկրետ ասում են ազնական շարագիտակ արել պահ բերելով համար, ասում են սա արվել է Սերժ Սարգսյանի համար։ Ու չեն ասում պետք է հաստատենք կամ հերկեն։ Չէ, ոչ, այդ եզրակացության մեջ չի գրած Սերժ Սարգսյանը Մենք ենք դրել ոնց որ Սերժ Սարգսյանի հարևանը, սա էս հարևանի դերել Սարգսյանը նախագահ։ Ասեք հաստական հանգամանքներին ակում եք տալիս։ Հիմա հարևանը մեղադրողը ասում է, որ այդ հաստական հանգամանքները քրեական գործով դատականության ընթացքում մենք կհիմնավորենք։ Ձեր պաշտպանն ասում է չի հիմնավորվի, կհերկվի։ Ախր ես ստեղ ուրիշ բան ասում եմ, հիմա մենք քննարկում ենք վերել անձնարարությունից։ Եթե այդ մասերը չգերեին,
Մերոպ, չէ։ Եթե չգրացել է, հիմա չի կարող կապալով, ասի, դե սա ազնական դրալ, բանը, ազնական վերակելու բան, չի տեսին ինչ կարող։ Հիմա իմ ասած սետերալ, ակնհայ, կերց, երևի կերց, բացահայ կերց բանելով, գրացալ և այս մերադրական եդրակացում ուտին կոնտոնել և թուլ է դրել հոդված Ուրում չի ուզում տեսնել։ Ես ամեն ինչ կապում եմ պատկական այդարությունների հետ, միադրանքների հետ, նախկինում SMS-ների հետ, հիմա հարաբարակային հարանումների հետ, չեմ կարող չկապում։ Վերջ ես 8 տարի ես գալիս եմ ես մեղադրել սեղանի, նստում եմ և չեմ հասկանում թե ինչի համար։ Եվ հոդապատ շոչների չբացել։ Ոչ ներկա։ Հիմա իմ սան ասած սրան է չկա։ Դրա մարդը չեմ հավատում, որևէ մեկի միջեքի է, իսկապես արտարադատություն իրականացան։ Մի քանի դատավոր ենք ունեցել է, այս գործով նաև իմ փորձ ինչ է, մի երկու դատավոր մեկը գործից ազատ եկել, մյուսին ազատեցին 6 տարի պայքարեց դատական համակարգը, վերջը վերականգնեց։ Հիմա ես ինչ կինի կարծում։ Տեսնում եմ դուք խուսափում եք Կնչորով հարսերից, տեսնում եմ այդ հայտարարությունը, ես ամեն ինչ տեսնում եմ, իման ինչ պիտի ասեմ, ես եմ գլխից շատ անկեղծ պարզ ասում եմ, որ չեմ հավատում, որտեղ չեմ տեսնում։ Եկեք այսպես բարով, եթե դուք որևէ ունենք ցանկանալիք ցուցմունք տա, այդ իրավունք ունեք։ Ինչա։ Եթե որևէ ունենք ցանկանալիք ցուցմունք տա, դուք այդ իրավունք ունեք։ Կհայտնեք դատարանին, նա որ է ձեր ցուցմունք տալու արդյունքում դատարանը բազմաթիվ հարցեր տեսնում։ Հիմա այդ փուլում չենք գտնում։ Ախր դատարանը որևէ ձևով չի խուսափում, որևէ հարցի քննարկումից։ Ես չեմ ուզում, չեմ ասում ինձ հաստրել։ Ես ուղղակի տեսնում եմ, որ կնչորով հարցերից վարտետորեն Մեկ օրինակ կբերեք, մեկ օրինակ։ Այսօր օրինակ այդ օրինակը, ամենից վառ օրինակ, ամենից վառ սուտ ներադրականի մեջ, այսօր բերեցիք որպես ինձ։ Ես դրա մասին չի խոսել։ Հիմնավորում թե ներկայացված բացակայել։ Իր ազնական բանը, ազնական։ Այն ինչ գրված է։ Այն ինչ ներկայացել է, այն ինչ գրված է բանը չէ։